Էջմիածնում տեղի ունեցած ողբերգական դեպքը, որը խլեց 22-ամյա Պարքև Հակոբյանի կյանքը, շարունակում է մնալ հասարակական ուշադրության կենտրոնում։ Աննշան պատճառաբանությամբ սկսված վիճաբանությունը վերածվեց դաժան ծեծկրտուքի, որի հետևանքով պատերազմի ծանր բոհով անցած երիտասարդը 2 շաբաթ անց մահացավ հենց հիվանդանոցում։ Միջադեպը ֆիքսվել է տեսախցիկներով, հարուցվել քրեական վարույթ, ձերբակալվել են անձիկ, ովքեր այսօր ունեն մեղադրյալի կարգավիճակ։ Դժոխք կողմը սակայն չի համաձայնվում դեպքին տրված իրավական գնահատականի հետ։ Նրանց համոզմամբ տեղի ունեցածը դիտավորությամբ կատարված սպանություն է եւ արարքի որակումը պետք է համապատասխանեցվի դրա ծանրության աստիճանին։ Ընտանիքը պահանջում է ամբողջական, թափանցիկ եւ անաչառ քննություն, ընդգծելով, որ գործը չպետք է ներկայացվի մեղմ ձևակերպումներով։ Էջմիածնում տեղի ունեցած ողբերգական դեպքը, որի հետևանքով մահացավ 22-ամյա Պարքև Հակոբյանը, շարունակում է խոր ցնցում առաջացնել հասարակության շրջանում։ Սակայն այս պատմությունը միայն մեկ ծեծկրտուքի կամ քրեական գործի մասին չէ։ Այն նաև մի ընտանիքի մասին է, որը տարիներ շարունակ ապրել է հայրենիքից հեռու, բայց վերադարձել է ծառայելու եւ իր պարտքը տալու Հայաստանի Հանրապետությանը։ Պարքև Հակոբյանի ընտանիքը ավելի քան 10 տարի բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում։ Այնուամենայնիվ նրանք որոշել են վերադառնալ հայրենիք երեխաներին մեծացնելու եւ հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարելու համոզմամբ։ Ընտանիքի մեծ որդին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին եւ ծանր վիրավորում ստացել մարտերի ընթացքում, հրաշքով փրկվելով։ Իսկ Պարքևը ծառայության է մեկնել նույն պատասխանատվությամբ։ Նա մասնակցել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին մարտերին Իշխանասարի Սև լճի հատվածում տեղի ունեցած քառօրյա ռազմական բախումներին։ Պարքևը եղել է առաջնագծում, պաշտպանելով երկրի սահմանները։ Այս կենսագրական հանգամանքները ողբերգությանը հաղորդում են առավել ծանր եւ ցավոտ երանգ։ Ընտանիքը, որը վերադարձել էր հայրենիք ծառայելու եւ պաշտպանելու այն, այսօր որդի է կորցրել խաղաղ պայմաններում, քաղաքացիական միջադեպի հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել 25 թվականի ապրիլի 23-ին անձրևային օրեր, շատ լավ հիշում եմ եւ կյանքում երբևէ չեմ մոռանա այդ օրը, աշխատանքից որդիս ինձ տուն էր տանում, ճանապարհին զանգ ստացավ ընկերոջից, Հրաչյա Բաղրամյանից, խնդրում էր իրենց բակ մոտենալ, մի փողոցում ենք ապրում, մի քիչ վերև, տղաս չէր ուզում, որտեղ մեքենայի հետ ինչ որ խնդիրներ կար, պետքա գործ աներ, համոզեց, ասեց լավ մամ, դռները բաց թող, դարպասները, 15 րոպեից գալիս եմ եւ այդ 15 րոպեն դարձավ ճակատագրական։ Զանգ ստացանք մեծ որդուցս, դա արդեն 7:20, 7:30 ժամանակահատվածն էր երեկոյան, որ Պարքևի հետ ինչ որ կռիվ ա եղել, վիճակը ծանր է, հասցրել են հիվանդանոց։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի ունեցել Էջմիածնի Վազգեն Սարգսյան եւ Վարդան Մամիկոնյան փողոցների խաչմերուկում։ Ըստ նախնական տեղեկությունների վիճաբանությունը ծագել է աննշան պատճառից, մեքենայից թռած անձրևաջրի պատճառով։ Որդիս ընկերոջ հետ Վաղարշապատ Ռիփսիմե խաչմերուկը ցախ շրջադարձ անելիս հորտ անձրև էր, ջրափոսեր, դե որտեղ չկան ջրափոսեր, ջրել էր լուսավորի տակ կանգնած, Էջմիածնում այնց բավականին խուլիգանական բանով հայտնի, հանուններով հայտնի Առաքելյան եղբայրներին։ Հայ հորածականը Գոջի, Արման Առաքելյանի որդիներն են, 3-ը Գուրգեն, Վալերիկ, Գոր Առաքելյանները, ջրելա մեծ որդուն, մեքենայով կանգնած ա եղել, կինն էլ ա մեքենայի մեջ եղել եւ իրենց աշխատողը ունեն հրուշակեղենի խանութ, այդ աշխատողն էլ ա մեքենայի մեջ եղել, ընդամենը ջուր ա, ջրելա մեքենան, պատուհանը բաց ա եղել, ինչ որ ընկերոջ պատմելով էլի արդեն, որ մեքենաները կանգնացրել ա, հետո առաջ չեն արել, տղայից թե ինչ ձևով ասե, տղաս ընդամենն ասել է պատուհան անձրև ա, պատուհանդ փակ պահի։ Դա է եղել, միակ պատճառը դա է եղել։ Ինքը անմիջապես զանգել է 2 եղբայրներին, որոնք եղել են խանութում, երևի թե հասեք 7-րդ դպրոց, այս ինչ տեղը, սենց մեքենա եկավ։ Էջմիածին քաղաքի փողոցներից մեկի խաչմերուկում կանգնած է եղել Պարքև Հակոբյանը, նրան են մոտեցել գործող մեղադրյալները,
ու առանց որևէ խոսակցություն սկսելու ընդամենը մեկ արտահայտությունը հնչել, ով է քշում այս մեքենան, Պարքև Հակոբյանը հայտնել է, որ ես, ու միանգամից սկսվել է այդ ծեծկրտուքը, ու որի արդյունքում Պարքև Հակոբյանին վաճառվել է մահ։ Այս ամբողջ պատմության ցավալի կողմերից մեկը նաև այն է, որ առաքելյան եղբայրներն ապրում են իմ հայրական տան հարևանությամբ։ Մեզ մեկ տուն է բաժանում իրարից։ Ես չեմ պատկերացնում իրենք ոնց են ապրում նույն հարևանությամբ, ոնց են նայելու իմ ծնողների, իմ եղբայրների աչքերին։ Քրեական գործով հաստատված հանգամանքների տրամաբանության տիրույթում, եթե փորձեմ ասել, ըստ էության քրեական վարույթով վարկածը դա է, որ ամբողջ խնդիրը առաջացել է, այս վիճաբանությունը առաջացել է չնչին շարժառիթից միմյանց վրա մեքենայի անցնելու ժամանակ ջրափոսից ջուր ցողելու հետ կապված է առաջացել խնդիրը, ըստ էության այլ վարկած անգամ չի քննարկվել, դա էլ այն չնչին շարժառիթն է, որը ըստ էության առաջադրված մեղադրանքը ավելի որակյալ է դարձնում, այսինքն խուլիգանական դրդման մասին է խոսում։ Սկզբնական վեճից հետո այն վերածվել է դաժան ծեծկրտուքի։ Պարքև Հակոբյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ մոտ 2 շաբաթ անց մայիսի 6-ին մահացել է։ Հասանք վաղարշաբաթի հիվանդանոց, բակն արդեն լեփլեցուն էր ոստիկաններով, ընկերներով, երեխայիս թույլ չէին տալիս մոտ գնալ, ծանր վիճակ էր, վերակենդանացման բաժանմունքում, հայտարարեցին, որ ոչ մի օգնություն այդտեղ ցույց տալ չեն կարող, գանգուղեղային ծանր վնասվածքով ընդունել էին հիվանդանոց, անհապաղ տեղափոխեցինք Երևան Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Մնացած տառապալից 13 օրերը անցկացրել ենք Գրիգոր Լուսավորիչի բակում, մի վայրկյան գիտակցության չի եկել։ Առաջին իսկ վայրկյանից բժիշկն ասեց, որ միայն դեղորայք ա պետք, եթե ի վիճակի եք ֆինանսապես, որովհետև միայն ադրենալինով ենք պահել, բավականին թանկ օրեր լինում 3-ից 4 տուփ դեղորայք ենք հասցրել, որ կարողանանք ճնշումը պահել։ Բացարձակ գիտակցություն չի եղել, ունեցել ենք գլխուղեղի կոտրվածք, սալ ջարդեր, գանգուղեղի հետ կապված ծանր վնասվածքներ, ամբողջ ուղեղը արյան մեջ էր, արյան զեղումներ եւ ամենածանրը, որ ուղեղի այտուց ունեինք։ Հատկանշական է, որ միջադեպը ֆիքսվել է տարածքում տեղադրված տեսախցիկների կողմից։ Տուժող կողմի ներկայացուցիչների պնդմամբ տեսագրությունները հստակ արձանագրում են բռնության դրսևորումների բնույթն ու ինտենսիվությունը։ Հայտնվեց տեսանյութ, որտեղ իհարկե կադրը բավականին հեռու էր, բայց որտեղ երևում էր տեսախցիկը ֆիքսել էր այդ ծեծկրտուքի կադրերը, ու երևում է պարզ, թե ոնց են հարվածում որդուս ու այդ վերջին հարվածը, որ ընկնում է գետնին եւ այլևս չի։ Իրենք ուզում են դա քննիչի համար իբրև դա անզգուշություններ, ընկավ գետնին, շատ փիս հարված էր, հպումը գետնի հետ հնարավոր է մահվան պատճառը դա լիներ, բայց բժշկի փորձաքննությունը ցույց է տալիս, որ հետևի մասում գլխուղեղի, գանգի հետևի մասում ոչ մի վնասվածք չունենք, որը կարող էր կյանքին վնաս հասցնել, այսինքն կոնկրետ հարվածներ, որոնք դիմել են, հարվածել են դեմքի հատվածից գլխուղեղի այսպիսի կոտրվածք գանգային ամբողջ գլուխը սալջարդերի մեջ։ Այս պարագայում նայեք Պարքև Հակոբյանի կոնկրետ իրադրությունում ու Վճռաբեկ դատարանը նաև հենց այդ նախադեպային դիրքորոշման հստակ արձանագրել, որ եթե հարվածներ են հասցվում անձի կենսականորեն կարևոր օրգաններին, ու այս պարագայում կոնկրետ հարվածները հասցվել են Պարքև Հակոբյանի գլխի հատվածում, որովհետև կոնկրետ երկու փորձագետի եզրակացություն կա քրեական գործում եւ նաեւ հետագայում արդեն լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը, որով որ փորձագետը հստակ իրեն առաջադրված հարցերին հստակ պատասխաններ է տվել եւ հայտարարել, որ կոնկրետ պարագայում 3-ից 4 հարվածների անմիջական ներգործության արդյունքում է մահը վրա հասել բուտ գործիքով ներգործության արդյունքում։ Միաժամանակ բացառել է գետնին ընկնելու, վայր ընկնելու եւ գլուխը ինչ որտեղ հարվածելու արդյունքում մահը վրա հասնելու պատճառը։
Այսինքն այստեղ կարանք արդեն իսկ իսպար բացառենք այն տարբերակը, որ Պարքև Հակոբյանը գետնին ընկնելու կամ ինչ-որտեղ համահարվածելու արդյունքում է վերջինիս մահը վրա հասել։ Այլ կերպ ասած, այսինքն եթե չլինեին այդ հարվածները, մահը վրա չէր հասնի։ Շատ պարզ է։ Սեփական մարմնի բարձրությունից ընկնելու եւ դրա արդյունքում մահը վրա հասնելու վարկածը վարույթով փորձագետը իսպար բացառել է։ Այս պարագայում Պարքև Հակոբյանին գործող մեղադրյալները հարվածները հասցրել են թե սկզբնական պահին գլխի հատվածում, Պարքև Հակոբյանի վայն ընկնելուց հետո, ինչպես մեղադրանքի մեջ է նկարագրված քրեական հետապնդում հարուցելու որոշման մեջ է նկարագրված ընկած վիճակում գլխին եւ այլ կենսական օրգաններին հարվածներ հասցնելու տեղակայմամբ Իսկ հետագայում, եթե դուք նաև նայել եք տեսագրությունը դեպքին վերաբերելի, երբ արդեն իսկ Պարքև Հակոբյանը փորձում է վեր կանգնել այդ հարվածներից հետո, կրկին հարված է հետևում վերջինիս կենսականորեն կարևոր օրգան համարվող գլխի հատվածին։ Ըստ հակառակ կողմի պնդման եմ ասում, եթե մեր դիտավորությունը ըստ էության սահմանափակվում է կոնկրետ պարագայում անձին հարվածներ հասցնելով, ուրեմն պետք է ենթադրենք, որ առնվազն Պարքև Հակոբյանի ընկնելուց հետո այդ ներգործությունը, այսինքն ոտնձգությունը պետք է դադարեր։ Սակայն ոտնձգությունը չի դադարում, երբ անգամ Պարքև Հակոբյանը կիսածնկած վիճակում փորձում է վեր կանգնել, վերջինիս գլխին նորից հարված է դիպչում, որի արդյունքում, որ Պարքև Հակոբյանը ըստ էության վերջնականապես ընկնում է ու վեր չի կանգնում։ Այս ամեն ինչը այն ցուցիչն է, որ տեղի է ունեցել դասագրքային սպանություն։ Այս ամեն ինչը որակել այլ կերպ քան, չգիտեմ, անզգուշության մահ պատճառել, չգիտեմ, ամբողջ քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներով, եթե նույնիսկ փորձենք այդ ամեն ինչը դրան վերագրել, չենք ունենա այն պատկերը, որը որ իրականում օբյեկտիվ իրականությունում տեղի է ունեցել։ Տուժող կողմը համաձայն չէ դեպքին տրված իրավական գնահատականին, մասնավորապես արարքի որակման հետ։ Նրանց համոզմամբ տեղի ունեցածը դասական սպանություն է, մինչդեռ գործը ըստ իրավապահների գնահատականի ստացել է ավելի մեղմ իրավական ձևակերպում։ Որակման հետ կապված խնդիրների մասով մենք դեռևս դրա մասին նախաքննության ընթացքում ենք անդադ բարձրաձայնել։ Այն պահից սկսած, երբ արդեն ունեցել ենք քրեական հետապնդում հարուցելու որոշումները, այսինքն մեզ հայտնի է եղել կոնկրետ քրեական հետապնդում իրականացնող մարմնի դիրքորոշումը, թե քրեաիրավական, թե փաստական առումով, մենք այդ պահից սկսած հետևողականորեն անդադ բարձրաձայնել ենք ու կոնկրետ միջնորդությամբ հանդես ենք եկել այն մասին, որ քննվող քրեական վարույթով ըստ էության մեղադրանքները ոչ թե մեր ցանկությանը չեն համապատասխանում, այլ ընդհանրապես օբյեկտիվ իրականությունում արդեն իսկ տեղի ունեցած իրադարձություններին դրանց քրեաիրավական գնահատականը չի համապատասխանում։ Այդ սպանությունը մասնավորապես փաստարկվում է մի շարք հանգամանքներով։ Ընդհանրապես պրակտիկայում տեսականորեն խնդիրներ են առաջանում արարքը դիտավորյալ սպանության, այսինքն սպանության եւ անզգուշությամբ դիտավորության բարոյության ծանր վնաս պատճառելու արդյունքում անզգուշության մահ պատճառելու այս արարքները որակելու հարցում, սակայն Ճռաբեկ դատարանը դեռևս 2010 թվականին Գևորգ Թոսունյանի վերաբերյալ նախադեպային որոշմամբ հստակ արձանագրել է այս հանցակազմերը միմյանցից տարբերակելու, այդ սահմանազատելու մեխանիզմը։ Այն հոդվածը, որ դրել են Առաքելյանների վրա մեղադրելով, որ խուլիգանություն, խմբակային խուլիգանություն անզգուշությամբ հասցված մահվան։ Ստացել ենք դատաբժշկի փորձաքննության եզրակացությունը, որտեղ հստակ նշված է, որ անզգուշության մասին խոսք լինել չի կարող։ Մոտավորապես քանի հարված է հասցվել։ Դատաբժշկի փորձաքննության մեջ հստակ նշված է 3-ից 4 հարված բութ գործիքով հասցված, դե ասում են ձեռքբռունցքն էլ է համարվում բութ գործիք, բայց շատ խիստ կասկածում են, որ նման կոտրվածքներ, նման վնասվածքներ կարող էին միայն հասցվել բութ գործիք, ձեռքով, բռունցքով։ Ընտանիքը պահանջում է, որպեսզի վերավորակվի արարքը համապատասխան ծանրությամբ եւ ապահովի բոլոր ներգրաված անձանց պատասխանատվությունը։ Իմ պահանջն է նա, որ պետքա վերավորակավորենք հոդվածը, միանշանակ սպանություն ա եղել։ Ինձ համար մեղավոր են 3-ն էլ,
այն վարորդն էլ վարորդ ա եղել, որը երկու եղբայրներին, Վալերիկ եւ Գոռ Առաքելյաններին տարել է դեպքի վայր։ Հենրիկ Եսոյան անուն ազգանունով երիտասարդը, որը իհարկե լռում է, 5 օր փախուստի ա դիմել, հետո փաստաբանի միջոցով ներկայացել է բաժանմունք, դե վկայություն չի տալիս, իհարկե ես հասկանում եմ, վախ կա, վախեցրած միգուցե լինեն, բայց ուզում եմ նաև խոսքս հղել այդ երիտասարդին, բոլոր այն մարդկանց, ովքեր հստակ ինչ-որ տեղեկություն գիտեն, կասեն, ժողովուրդ, ապրում ենք մի երկրում, որ, չգիտեմ, պետքա մեր ամեն մի երիտասարդի կյանքը մեզ համար լինի թանկ, ու այդ խիղճը, որ դուք պիտի շարունակեք ապրել, իմ որդու մահը մնալու է բոլորիդ խղճի վրա։ Նույն Հենրիկի, նույն Հրաչյայի, որ դեռ այդ մասում չենք ասել, որ վկաները գան դատական պրոցեսներին մասնակցեն, բայց արդեն մոտենում ենք նաև այդ փուլերին։ Ցավ եմ ապրում, որ մեր երիտասարդությունը կարա այդքան դաժան լինի, դա ասենք նորմալ, ադեկվատ մարդու արարք չեմ համարում։ Մենք կապ հաստատեցինք գործով մեղադրյալ անձանց պաշտպանությունը ստանձնած փաստաբանների հետ։ Գործով պաշտպան մնացական Սարգսյանը այս փուլում զերծ մնաց որևէ դիրքորոշում հայտնելուց։ Դեպքի մանրամասների մասին պաշտպանական կողմը լռում է, սպասելով հետազոտության արդյունքներին։ Որդիներս ոչ մի խուլիգանական դրդումներով, ոչ մի պատճառ չեն ունեցել Առաքելյան եղբայրների հետ։ Ինձ հրավիրել են Արմավիրի քննչական կոմիտե, քննչական բաժնի պետը, ասում էր տկին այդա փորձում եմ ինչ-որ բան գտնել էլի, ինչ-որ աղջկա հաշիվ, ինչ-որ խուլիգանական դրդում, ասում ապշում ենք անձրևաջրի պատճառով այս տեսակ դաժանություն, այո, ու վաղարշապատի ոստիկանները ոչ մի բան չեն արել, ոչ մի գործեր չի քննվել, նույն Գուրգեն Առաքելյանի վրա, եթե չեմ սխալվում, 2 տարի առաջ կրակոցներ են, կրակել են մեքենայի վրա, որի մեջ իր երեխան էլ ա եղել, վնասվել ա ոտքը։ 2 տարի առաջ նույն Գուրգեն Առաքելյանին դանակահարել են։ Ուր են այդ գործերը։ Ոչ մի բողոք, դժգոհություն, ոչ մի բացահայտված գործ չի եղել։ Ամեն ինչ կոծկվել է Առաքելյան եղբայրների արած չարագործությունների հետ կապված։ Իմ բողոքը միայն այն է, որ վերավորակավորվի առաջինը դա, եղել է սպանություն ու մինչև վերջ պնդելու ենք իհարկե, որ դա սպանություն էր եղել, ոչ թե անզգուշություն։ Երկրորդ ցավալի փաստն է, որ արդեն դատական փուլերի մեջ ենք։ Ամեն 3 ամիսը մեկ կալանքի խափանման միջոցի երկարաձգման հարցն է քննվում եւ ցավալի է, որ իրենց կողմի փաստաբանները միջնորդում են տնային կալանք, այսինքն մարդու կյանքի հետ գործ ունեք, մարդուն դաժանաբար ծեծելով, մարդու կյանքը խլել են, ոնց տնային կալանք, այսինքն տակ նստի տանը, իրա մոր հետ, իրա մոր կողքը, բա իմ որդին գնալու եմ մինչև վերջ, որդուս հետ չեմ բերի, բայց այն արդարությունը, որ օրենքի առաջ բոլորը պիտի պատասխան տան, բոլորը, անկախ նրանից դատավարությունները ինչ փուլով կլինեն, ուր կհասնեմ, ինչ արդարություն կլինի, գիտեմ մի բան, որ Աստծո առաջ բոլորը պատասխան են տալու, բոլորը։ Պարքև Հակոբյանի մահը դարձավ ոչ միայն մեկ ընտանիքի անդառնալի կորուստը, այլ նաև հանրային վստահության լուրջ փորձություն։ Ընտանիքը պահանջում է ամբողջական, թափանցիկ եւ անաչառ քննություն, համոզված լինելով, որ արդարադատությունը պետք է վերականգնվի, անկախ որևէ հանգամանքից։